Պարոն Մամիջանյան, կանխատեսելի սցենարով տեղի ունեցող այս պրոցեսներին ինչ գնահատական կտակ եւ արդեն հայտնի է դարձել, որ կոնկրետ հաղորդման հիման վրա է ամսի 10-ի հաղորդման հետ կապված է այս պրոցեսը մեկնարկել, ձեր դիտարկումները խնդրեմ։ Նախ ինչ դիտարկումներ, սա Փաշինյանի ժողովրդավարությունը, Փաշինյանի ժողովրդավարությունը այսպեսի տեսք ունի։ Եկեք արձանագրումներով հատ-առհատ դնենք։ Ակնհայտ էր, որ այդ Փաշինյանի այդ իստերիկան, այդ գիշերային ստատուսները եւ այլն, հետո իր այդ իբր արձագանքը նախագահ Սարգսյանի ինտերվյուին, ակնհայտ էր, որ պիտի փորձեն ինչ-որ մի կերպ ուժայինները օգտագործելով տղաների գործունեությունը կասեցնել։ Ինչ արվեց։ Սովորաբար իրանք շարժվում են հետևյալ տարբերակով, գտնում են ինչ-որ ՀԿ, եւ այլն, իբր քաղաքասարակություն, իրանց միջոցով են ներկայացնում հաղորդումները։ Այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում, Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացնում։ Հաջորդ փուլը, որը խայտարակությունն է, դա տղաներին բերման ենթարկելն է, ակնհայտ է, որ իրանք ոչ մի դիմադրություն չեն ցույց տալիս ձերբակալության ժամանակ կամ բերման ենթարկելու ժամանակ։ Բայց իրանց ձեռքները ողորած, գլուխները ներքև իջեցրած, ուժի կիրառմամբ բերման են ենթարկվում։ Այդ վիճակով էլ Նարեկը բացատրում է, թե լիֆտից ոնց օգտվել։ Հաջորդ փուլը այս պահին ԻՄՆ-ի, այսինքն անտիֆեյքի գրասենյակում խուզարկություն է, ես այնտեղ էլ հասցրեցի լինել, ներս մտնել չկարողացա, օրենքը իրենց թույլ է տալիս ասել քննչական գործողություն նույնիսկ ներս չթողնել, վստահ եմ, որ ամբողջ տեխնիկան արգելավելու է, որովհետև հիշում եք անցած անգամ երբ որ տղաներին ձերբակալեցին եւ կալանավորեցին, հաղորդումը շարունակվում էր, հակառակը ավելի մեծ տարածում էր ունենում, այս պարագայում իշխանություն կոչեցյալները փորձել են իրենց սխալը ուղղել եւ կասեցնել հաղորդման գործունեությունը, վստահ եմ դրա ինչ-որ միջարկ կգտնվի եւ հաղորդումը կշարունակի գործունեությունը իր կամ իր եթերը ու հիմա վստահ եմ, որ կալանքի միջնորդությունը ներկայացվելու, տղաներին կալանավորելու են, պարզ էր, որ Փաշինյանն ու իր խմբակը չէին կարող ծանր չտանել նախագահ Սարգսյանի ինտերվյուն, այնտեղ հնչած փաստերը, այնտեղ հնչած հարցադրումները կարևորագույն ներքաղաքական եւ պետքա բոլոր տարբերակներով փորձեին լրացնել։ Հա, դե տեսանելի էր, ոչ միայն ճեպազրություն արդեն մի քիչ էլ հետեկած էր, այսպես ասած։ Դա տեսանելի էր շաբաթ օրվա իր գերարումների իստերիկայով։ Պարոն Մամիջանյան, կոնկրետ անձի հետ կապված, որը հաղորդում է տվել, մենք հիշում ենք հայտնի դրվագը, որ հայրենադարձ քաղաքացու դեմքին էր կարծեք թեքել, ինչ-որ գործողություններ դրան չէին հաջորդել, ինչու այդ դեպքում արարքը չորակվեց օրինակ խուլիգանություն, բայց այս դեպքում այսպես շտապ գործ հարուցվեց եւ խուզարկություն եւ այլն։ ԿՊ-ի Հայաստանն է։ Իդենտիկ նույն նախադասությունը ասում է ԿՊ-ական падգամավոր ու ասում է սովորական քաղաքացու հանդեպ քրեական գործը հարուցած, որ եթե չեմ սխալվում դատարան է հեսա հասնելու, իսկ ԿՊ падգամավորի հանդեպ քրեական գործի հարուցումը մերժվում է։ Իրանց կողմնակից կենթանիներ տարբեր վիրավորում են մարդկանց, հարբած լայվեր են անում եւ այլն, ազատության մեջ են, հələ որոշներն էլ պետության կողմից անվտանգություն են ստանում, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները, բլոգերները, հասարակական գործիչները, լրագրողները, արքիեպիսկոպոսները, բարերարները, падգամավորները ենթարկում են այն ամենին, ինչին ենթարկում են ամբողջ ուժային լծված փորձելով լրացնել այլախոհներին, լինի դա դատարան, քննչական, բոլոր միջոցները կիրառում են։ Սա կարելի է դիտարկել այդ նախընտրական աժոտաժի համատեքստում։ Ձևակերպենք այսպես, ամբողջ ընթացքում Փաշինյանի կառավարման ինքը օգտագործել է ուժային եւ դատական համակարգերը իր այլախոհներին լրացնելու փորձը իրականացնելու համար։ Բայց ակնհայտ է, որ նախընտրական շրջանում ընտրություններին նախորդող տարվա ընթացքում այդ գործողությունները ավելի վայրագ, ավելի խայտառակ, ավելի անընդունելի, ավելի բռնատիրական են դառնալու, ինչը եւ մենք տեսնում ենք հաճախականությունը ձերբակալությունների, այդ ցինիզմը, որով այդ ամեն ինչը կարվում եւ ստեղծվում է, ինքը ուրիշ ձև չգիտի։
Պարոն Մամիկյանյան, իդեպ առավոտից շարունակվելու է նաև հոգևորականների հարցաքննությունը Մազմանյան հասցեում գտնվող քննչական կոմիտեի վարչությունում, այս առնչությամբ ձեր ուժը պարբերաբար հայտարարություններով դիրքորոշմամբ է հանդես գալիս, հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, ինչու այնպես ստացվեց, որ պետությունը շարունակում է միջամտել եկեղեցու գործերին, բայց այս ամենը խորը հավատացյալի առերևույթ դիմակի ներքո։ Չէ, դե սրիկայական ասացներ ես չեմ մեկնաբանելու, ինքը եկեղեցու դեմ արշավ է սկսել, եկեղեցում պայքար, պատերազմ հայտարարել, ուղղակի ակնհայտ է էլի ուժային համամասնությունը եկեղեցին դրանից միայն ավելի կուռա դառնալու, իսկ Փաշինյանը դրանից միայն տուժելու է, այսպես ձևակերպեմ, ոչ մեկ չի կարող մեր առաքելական սուրբ եկեղեցում պատերազմ հայտարարել եւ հաջողության հասնել, դա անհնար է, դրանից եկեղեցին միայն ուժեղանալու է։ Այն ամեն ինչ անում է Փաշինյանը, նույնպես մտնում է այլախոհներին լրացնելու փորձերի մեջ, ու պարզապես ինքը աշխատում է բոլոր հարթություններում, արժեքաբանական, ազգային, լրատվականների դեմ, տեղեկատվական գործունեություն իրականացնողների դեմ, քաղաքական գործիչների դեմ, բարերարների դեմ, հատ առ հատ բոլոր ուղղություններում փորձում է ճնշել, վստահ եմ չի հաջողվել։